Առևտրի մասին է խոսքը, եթե առևտուր չկա ընդհանրապես։ Իսկ ինչի հետ եք կապվում։ Ինչի հետ։ Կարելի ամեն ինչի հետ կապել, դե ուղղակի ինչպես գլխավոր ինչի հետ կապեք դուք որպես վաճառող։ Դե ինչ իմաստով ինչի հետ ախր կապել որ բնակչությունն է քիչ, էլի սխալ չի։ Ապրանքաշրջանառության ընդհանրապես մակարդակ չկա։ Որին կարծիքով կապված է գուցե երկրի իրավիճակի հետ։ Չեմ կարող ասել, դե սովորական մարդը ինչ կարող ասել է։ Վաճառող, հաստատ սովորական մարդ չեք, բոլորը ձեզնից ապրանք են գնում։ Չէ, հիմա եթե ես ինչ-որ բան ասեմ, կարող է փոփոխություն լինի, ընդհանրապես մնալու է նույնը։ Այսինքն մենք օգնության կարիք ունենք, որովհետև այստեղ բոլորն էլ գուցե հարկային դաշտն է մեզ խանգարում, որովհետև ուռճացած հարկեր ենք վճարում, որը ես չգիտեմ ինչի պետք է լիներ, էլի դրա անհրաժեշտություն ընդհանրապես չկար, այստեղ հնարավոր էր ավելի դյուրին մի հատ միջոց գտնել, որ բոլորին ձեռնտու լինի։ Խոսքս վերաբերում է նրան հաստատագրված հարկ լիներ, մուծային բոլորը շատ խրթին իրավիճակների մեջ չէին կարող ընկնել։ Առաջնահերթ ես դրա հետ եմ կապում։ Իսկ մի բան հարցնել, ձեր ապրանքը Վալբերիսով կամ Թեմոյով հեշտ է ձեռք բերելը, թե չէ։ Ձեռք բերելը ընդհանրապես խնդիր չի։ Շատ հեշտ է, ընդհանրապես մատակարարները շատ են, այստեղ միակ խնդիրը վաճառելու խնդիրն է, կարելի ապրանք ստանալ ամեն տեղից, ամեն աղբյուրից, բայց այս դրա իրացումն է ընդհանրապես խնդիր։ Այստեղ նայեք, այս երևի սա լավագույն վիճակն է, որ դուք տեսնում եք, մի երկու հոգի կա ընդհանրապես օրվա ընթացքում այդ քանակն էլ չի ապահովում, խոսքս հաճախորդների մասին է, ընդհանրապես իմ կարծիքով ամենապրոբլեմատիկն է, այս Մալացիայի տոնավաճառը գուցե արդեն դարձել է գերեզման, էլի մնում է, որ թաղման հնարավորությունը կա, ես չգիտեմ ինչի հետ է կապված, շատ պրոբլեմ է։ Այստեղ պետք է մի քիչ աջակցություն ցուցաբերվի պետության կողմից գուցեև, որը խոսքս նորից եմ կրկնում, առաջնահերթ վերաբերում է հարկային դաշտի հետ կապված գործողություններին տարբեր բանկեր ենք վազում, մի հատ ընդամենը հանգիստ ունենք երկուշաբթի օրը եւ զբաղված ենք այդ գործերով, փոխանցումներ, դրամական տարբեր փոխանցումներ են կատարում, այդ մի հանգստյան օրն չենք հանգստանում, դա էլ է խնդիր էլի, մի ժամանակ այդ խնդիրը չունեինք, խնդիրներ են իրար հետևից։ Ինչ ասեմ, վաճառ չկա, վաճառ կա, մարդ չկա, ուզում ենք վաճառենք, բայց մարդ չկա, Հա, դե Թեմոյից են հիմնականում ինչքան որ ջոկում ենք, ինչքան որ հասկանում ենք, հաճախորդներ շատ են գալի ու ասում են, որ Թեմոյից ենք օգտվում, ձեր մոտ ավելի թանկ է, քան Թեմոյում, կամ Վալբերիսով, կամ այդ Օզոնով։ Հիմնականում հաճախորդներ ունենում ենք, գալիս են ու ասում են, որ այնտեղ ավելի էժան է, ավելի մաչելի է, դրա համար էլ այստեղից առևտուր չեն անում։ Այսինքն նախընտրում են օնլայն հարթակներ։ Նախընտրում են, այո, օնլայն հարթակներ ավելի շատ։ Իսկ ընդհանուր հարկային քաղաքականությունից ինչպես է գոհ եք, դժգոհ եք, ինչ խնդիրներ է առաջանում նոր հարկային քաղաքականության հետ կապված։ Դե դեռ առայժմ խնդիրների հələ դեռ չենք բախվել, բայց ինձ թվում է, որ աշխատենք, որ լավ առևտուր լինի, լավ աշխատանք լինի, ոչինչ մենք պատրաստ ենք մեր հարկերը վճարել, մեր քաղաքացիական պարտքը
վճարել, այնպես որ հա, այնպես որ չենք դժգոհում, առայժմ դեռ չենք դժգոհում։ Մեր առևտուրը հիմնականում անում ենք մեր մշտական հաճախորդների միջոցով, անգամ հաճախորդներ ունենք, որ ճիշտ է, օգտվում են Temu-ից էլ, Viber-ից էլ, բայց շատ են դժգոհողները։ Ասում են անորակ է, շատ շուտ փչանում է, շատ շուտ քորքոտվում է, ասենք մեր անկողնային պարագաներից են շատ օգտվում են տեղից, ալերգիա է առաջացնում, քոր առաջացնում, այնպես որ փոշմանում են, որ այնտեղից են օգտվել, բայց արդեն ուշ, արդեն առել են մարդիկ։ Բայց մեր ապրանքը վստահեցնում որ ամենալավերն են, ամենավորակողներն են, ըստ մեր Մալեցիայի տոնավաճառի հենց խոսքը մեր մասին է։ Բայց որ մեր հեռուստադիտողն էլ տեսնի, որ իրոք այդ կայքերից, այդ on-line վաճառքներից, որ իրանք վաճառում են, որ իրանք պատվիրում են, անորակ ապրանքներ ամեն դեպքում գալիս։ Մեր մոտ ավելի շատ որակով ապրանքներ են։ Ինչ on-line հարթակների բացում, այսինքն բավականին լավ է եղել առ։ Շատ լավ է եղել, այո, շատ լավ է եղել, գոհ ենք եղել, այնպես չի որ չկա առևտուր չկա, կա, ուղղակի որ կիսվել է, այլ առևտուրը կիսվել է։ Մեկ էլ մի բան հարցնեմ, Սուրմալուի դեպքերից հետո շատ տոնավաճառներ փակվեցին ու վերաբացվեցին նոր համակարգերի ներդրման պայմանով, այստեղ արդեն ինչ-որ նոր համակարգեր կան ներդրված։ Այո, եթե տեսնեք այնտեղ խանութները նոր են սարքել, անցյալ տարվա այդ խանութները նոր են բացել, բայց այս մասը հուսով ենք, որ ստեղ էլ սիրուն կսարքեն, ավելի լավ պայմաններում կաշխատենք։ Իսկ անվտանգային խնդիրների լուծման հետ կապված ինչ-որ բան արվել է։ Մեր մոտ հա իհարկե, խանութներում ամեն անվտանգային այդ համակարգերը բոլորը դրված է։ Հա, նորմալ է ամեն ինչ, մեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ինչպես է առևտուրը ձեզ մոտ։ Ոյ, բայց ինչի հետ եք կապում։ այդ վալբերիսները on-line առևտուրը մեր առևտրին արդեն խփել է։ Ինչքան տարի է մոտավորապես, որ այստեղ եք կամ ինչքան ժամանակ է։ Տարի է։ Ու հենց on-line հարթակների բացումից հետո։ Այո։ Առևտուրը կանգնել է, գործ չկա։ Հա, վիճակը շատ վատ է, անմխիթարելի։ Իսկ միջև on-line հարթակների բացում ինչպես էր առել։ Լավ էր, շատ լավ։ Ինչ որակին չեն նայում, քանակին են նայում։ Օրինակ ունենք որակով ապրանք, ասենք, այնտեղ կարող է 10 հատը արժի 1000 դրամ, մեր մոտ մի հատը արժի ենթադրենք 400 դրամ, բայց իրանց հետաքրքիր չի, ավելի լավ է 10 հատ լինի, բայց անորակ լինի։ Դրա համար մենք գործ չենք անում։ Իսկ հարկային նոր քաղաքականությունից գոհ, դժգոհ կամ ինչն է ձեր կարծիքով խնդիր կամ։ Հարկայինն էլ այնպես են անում, որ երևի այս մանր բիզնեսը վերանա, մնան միայն մոլերը։ Հա։ Էլի լավ չի, մանր բիզնեսի վիճակը լավ չի։ Հարգ ու տուրքերը շատ են, որ չեն հասցնում այդքան առևտուր անեն, որ կարողանան այդքան հարգ ու տուրքերը տան։ Շատ վատ է, առաջվա համեմատ։ Մեկ էլ մի բան հարցեմ, իսկ կարծեմ Սուրմալուի դեպքերից հետո տոնավաճառները փակվեցին, վերաբացվեցին, որ նոր համակարգեր ստեղծվեն, այստեղ նոր համակարգեր տեղադրվեն։ Այստեղ շատ լավ է, ամեն ինչը համապատասխանում է, այո։ Օրինակ ես առաջ ուրիշ տեղ էի կանգնում, բայց այդ Սուրմալուի դեպքերից հետո ես հիմա այստեղ եմ կանգնում, որովհետև մեր ղեկավարությունը, ասենք, այնպես արեց, որ բոլոր ստանդարտներին համապատասխանի։ Այո, եւ համապատասխանում է։ Դուք ինչ կասեք առևտրի հետ կապված, գոհ եք, դժգոհ։ Գիտեք ոնց, մի օր լավ է լինում, շատ լավ է լինում, մի օր վատ է լինում, ասենք որ շատ վատ չի լինում, սովորական, միջին, ցավը տանեմ, հա։ Ասա ժողովրդին յոլա տանում ենք։ Իսկ դուք ինչ կասեք on-line հարթակների հետ կապված ձեր աշխատանքին է հարվածել։ Չի ասի, ես իմ աշխատանք ունեմ, մեկ էլ իմ աստված ունեմ, ծնի ես իմ առևտուր անում եմ, վազի ջան։ Շատ վատ է, ինչ առևտուր, քանիս, Viber-ից, Temu, չի փակվես յարմրկենից ես մեռած վիճակ է բալիս, օր ենք սատկացնում։
Այսինքն միջ on-line հարթակները գոհ եք։ Հա, շատ լավ էր։ Հիմա մեր գործին ահա որ խփել են իրանք։ Ահա որ, այս տարիքին ուր գնանք այ բալամ։ Թող փակեն ինչքան Viber-ի սա, այնա, թողեն աշխատենք։ Կա ծանգուկոնդի պես նստացեք, այտենց։ Ոչ առևտուր կա, ոչ էլ։ Դուք եք դա on-line հարթակների գոյության հետ կապում։ Ինչ եմ անում։ Դուք եք դա on-line հարթակների գոյության հետ։ Օրինակ այդ Viber-ով որ մտնում են, չէ, էդի գիտես ինչքան է մեր գործերին խփում։ Հա, բա, շատ է մեր գործերին խփում։ Իսկ ինչքան ժամանակ է որ այստեղ եք աշխատում։ Ազե ջան, երևի ծնված օրվանից։ Ինչ ասեմ 2000 թվից ստեղ չեմ եղել, Պոլշայում եմ եղել, հետո եկել եմ 2000 թվին ջահի, եկալել եմ տեղը ու կանգնել եմ, էսա։ Առաջելի առևտուր կար, հիմի նայում եք, մարդ չկա, տեղը չկա, խիաս, սենց, էլի եմ ասում, այդ Viber-ները շատ են բանանում։ Քանի որ այստեղ բոլորը բողոքում էին, բայց իրենց ձայնը վախենում էին բարձրացնել եւ դուք առաջամարտիկ եք, դրա համար ձեզ հարցնեմ այս հարցը։ Դուք ինչ կասեք հարկային քաղաքականության հետ կապված գոհ եք, դժգոհ եք։ Հարկայինը դե որ ասենք թե առևտուր անես, հարկայինը աչքից էլ չի գա, որ ասենք թե արել ես, տալիս ես, բայց որ չես անում, մեզ համար էլ է դժվար։ Դուք ինչ կասեք առևտրից գոհ եք, դժգոհ եք։ Ես շուշուտ չեմ գալիս, չգիտեմ ոնց ճանիս առևտրի ունետ ինչա։ Հա, այսինքն Հաճախակի չեմ գալիս ես էլի։ բայց ինչքանով որ գալիս եք, ընդհանուր ինչպես է իրավիճակը։ Դե կարամ ասեմ, որ չի լինում առևտուր։ Դուք եք դա on-line հարթակների հետ կապում։ Ինչերի։ On-line հարթակների Viber-ից։ Չէ։ Չէ։ Առևտուր չկա, տենց ասեմ։ Դե ոնց կա տենց ասեք։ Առևտուր չունենք, ոչ մի անգամ։ Ինչի հետ եք կապում դա։ Որպես մասսա հետ չկա, մարդիկ չեն հավաքում, չեն գալիս։ Բայց միջ ինչքան ժամանակ է որ մարդիկ չեն գալիս կամ առևտուր չի։ Երրորդ ամիսն է, առևտուր չեն կանում։ Բայց ինչի հետ եք կապում։ Միգուցե այդ on-line հարթակների ինչպես մնացած է։ Ոչ, դրա համար չեն կապում։ Ուղղակի մարդիկ չեն գալիս, երևի ֆինանսից նեղի են։ Չունեն, դրա համար չեն գալիս։ Եթե ունենան կգան։ Իսկ հարկային քաղաքականության հետ կապված նոր հարկային քաղաքականությունից գոհ եք։ Չէ, ոչ։ Հիմա մտածում եմ ինչ պետք է անեմ։ Ոնց պետք է տամ տեղի բարձր։